Սրանք բոլորը կարող են լինել պարանոցային հատվածի խնդիրների հետևանք։ Ունենք սպազմ պարանոցում, անընդհատ լարվածություն, հոգնածություն։ Եկեք միասին կատարենք թեստ, հասկանանք ինչ վիճակում է ձեր ողնաշարը հատկապես պարանոցային հատվածում։ Դրա համար ուղղակի կանգնեք կամ կողքից ձեզ նկարեք կամ հայլու առջև եւ նայեք։ Արդյոք գլուխը գտնվում է այս դիրքում, ուսերն են առաջ թեքված, կա անընդհատ ցավ, խեղտոց եք զգում կոկորթում, գլխացավ գլխապտույտ կա, ականջում խշշոց կամ տեսողության վատացում։ Ինչպես վերականգնել ողնաշարը եւ ունենալ առողջ ճկուն համակարգ մկանային։ Դրա համար սիրելիներս ես կտամ մի քանի խորհուրդ վարժություն, բայց իհարկե լուրջ խնդիրների դեպքում ինքնաբուժությամբ չենք զբաղվում։ Վերցնում ենք հեռախոսը, գրում ենք պարանոց բառը, որպեսզի մասնագետները ձեզ ուղարկեն համապատասխան ծրագիր եւ կապ մասնագետի հետ։ Իսկ այժմ միասին կատարենք 1-2 վարժություն։ Այսպիսով ձեռքերը տանելու ենք կողք, կեցվածքը փորձենք ուղղել, գագաթը ձգվում է վերև, պոչուկը ներքև, ողնաշարը մեկ առանցք։ Եվ ահա այս ուղիղ դիրքում մի ափը նայելու է ձեռքի վերև, մյուսը ներքև։ Դուք նայում եք վերև պարզած ափին, այնուհետև պտույտի ժամանակ գլխով էլ հետևում եք հայացքով ձեռքին։ Որ ափը վերև է, նայում եք այս կողմ։ Զուգակցեք շնչառությամբ էֆեկտիվությունը բարձրացնելու համար։ Հատկապես եթե երկար ժամանակ նստած եք հեռախոսների մեջ, համակարգչի առջև, վարորդ եք, անպայման կատարեք այս վարժությունը։ Մյուս վարժությունը թեքում։ Ուրեմն, արտաշունչով ձեռքը բարձրացնելու եք վերև, թեքվում եք մի կողմ, հայացքը պարզում եք վեր։ Շունչով վերադառնում, նորից արտաշունչ, հայացքը վեր։ Հայացքը վեր։ Կրկնեք յուրաքանչյուր վարժությունը 5-ից 7 անգամ, դուք կզգաք ինչպես է հանգստանում պարանոցը, ինչպես է վերանում խեղտոցը, կարծես բացվում են թոքերը, ուսերն են հետ գնում, իհարկե լավագույն մեթոդը մեր աերոֆլեքս տեխնիկան է։ Թոքը, ներքին մեր սողմու տրինաժորն է, արտաշունչ, պահում եք հիմա ուղեք կեցվածքը ու փորձեք որովայնը քաշել կողերի տակ, ստոծանիով ու որովայնով ձգվեք վերև, գագաթով վեր, պոչուկով ներքև։ Փորձեք կատարել պատին կպած դիրքում եւ զգալ թիակների դիրքը։ Ուգթով շունչ, ուգթով արտաշունչ։ Իսկ եթե ուզում ենք ավելի խորացված թեստավորում, գրում ենք Aeroflex-ին պարանոց բառը։